Մենք պիտի միշտ պատրաստ լինենք եւ անխոցելի, իսկ ոման սովորեցնում ենք արհեստը լինել անխոցելի, նա հենց դրա համար կոչվում է ոմա, նա մեզ տիրապետել է տալիս սովորեցնում է ողջ մնալու արվեստին։ Փաստավավերագրական ֆիլմ է, հրաշալի ֆիլմ է, խաղաղության արվեստը իդեպ շատ լավ են վերնագրել, խաղաղությունն էլ արվեստ է, խաղաղությունը պետք է կարողանալ կերտել, իսկ խաղաղությունը ընդհանրապես կերտում են ուժեղ մարդիկ, ովքեր կարողանում են զենք բռնել եւ ինքնապաշտպանվել։ Ոման մի հրաշալի կազմակերպություն է, որը կարողանում է մարդկանց պատրաստել այդ խաղաղությանը, նա կարողանում է կերտել այդ խաղաղությունը եւ հատկապես երիտասարդներին Ինսական նշանակություն ունի մեզ համար, մեր երկրի համար, մեր երիտասարդության համար ոմայի գործունեությունը։ Ոման իր գործունեությամբ ապացուցեց իր լինելու իրավունքը իր նախապատերազմյան տարիներին, պատերազմական ժամանակներում, պատերազմից հետո ես դրա վկաներից մեկն եմ, նա փայլուն կատարեց իր առջև դրված մարտական բոլոր առաջադրանքները եւ հիմա էլ գործում է, զարգանում է, մեծանում է եւ սա շատ կարեւոր է երիտասարդների համար նաեւ, հատկապես այն երիտասարդների, ովքեր ուզում են իսկապես լծվեն մեր պետականակերտման գործին, ուզում են ներդրվեն, իրենք ուժ ունեն, իրենք ուզում են պաշտպանվել, իրենք ուզում են սովորել, պաշտպանվել, գիտեք, այնպես է ստացել, որ մեր ես չեմ ուզում ասել մեր արյան մեջ, մեր գեների մեջ այդպես չէ, բայց մեր մեջ այդպես մի տեսակ խաղաղասիրության սխալ թյուր ըմբռնում կա, որտեղ խաղաղասիրությունը լավ բան է, աղավնուպես պետք է լինես բոլորի նկատմամբ խաղաղ, մարդասեր լինել լավ բան է, իհարկե հրաշալի է հումանիստ լինելը, բայց եթե ուզում ես պահել մշակույթդ, թուրը ձեռքդ պետք է լինի, զենքը ձեռքդ պետք է լինի եւ յուրաքանչյուր մարդ, հայ մարդ, ես կարծում եմ, անկախ սեռական պատկանելությունից եւ տարիքից, նա պետք է կարողանա սովորել, ինքնապաշտպանվել, նա զենք կրել։ Մենք ապրում ենք այնպիսի քաղաքական թոհի բոհի մեջ այսօր, ամեն ինչ կարող է վաղը չեմ այսօր պատահել, գիտեք, ռմբակոծություններ, չգիտեմ ինչ էր, բա միթե դրան չզում նախապատրաստվել, չէ՞ որ դրա համար ուղղակի ձևեր կան։ Մի փոքրիկ օրինակ բերեմ, ոմայի տղաներից մեկը, որը սկսեց ոմայով պատերազմին մասնակցեց, հետո շատ զարգացավ, իր կարողությունները զարգացրեց ինքը պարապմունքներ անցավ, պաշտոնական, մասնագիտական եւ դարձավ բարձր կլասի մասնագետ, մի օր իր հետ զրուցում ենք, այդ երիտասարդը ինչ էր ասում է ինձ այսօր պրակտիկորեն անհնար է պատերազմի ժամանակ սպանել, պրակտիկորեն իրեն անհնար է սպանել, որովհետեւ պատերազմելը դա մասնագիտություն, արհեստ է, մենք ասում ենք փեշակ, կոշկակարությունը փեշակ է, չէ՞, իր արհեստի նրբություններն ունի, նույնը եւ պատերազմելը, ինձ կարող է պատերազմի ժամանակ միայն սպանել, ինքը ասում էր, ճակատագրով ինձ վրա ուղղված արկը կամ գնդակը, հակառակ դեպքում ես կարող եմ խույս տալ։ Ես գիտեմ երբ է պետք պարկել, երբ լռել, երբ հարձակվել, երբ ամեն ինչ գիտե։ Ես սա ինքը ասում էր, եթե իմ իմացածի գոնե 30% իմանան մյուսները, դա կլինի հրաշալի։ Հիմա ոման այդ կազմակերպությունն է, որ հենց այդ հմտություններն է փորձում սովորեցնել հատկապես երիտասարդներին, ոչ միայն երիտասարդներին, բայց հատկապես մյուս կողմից երիտասարդները շատ կուզեմ այս ֆիլմը նայեն, որովհետև նա պատմում է համապարփակ, թե ինչ գործունեություն է ծավալում ոման, մյուս կողմից երիտասարդական այդ ավյունը, այդ ջիղը, այդ սիրո տենչը, հանդիպման տենչը շատ կարևոր բան է։ Այստեղ գալիս են մարդիկ իրար, գիտեք, տեսնում են, սիրարվում են, ամուսնանում են, Չի բաներ կան, սա շատ կարևոր բան է։ Ես տեսել եմ աչքիս պոչով ինքս պարապմունքներին գնացել եմ, անկախ առաջացած տարիքիցս, փորձել եմ ինձ ցույց տալ ավելի այդպես մարտական բան, օրինակ ծառայել եւ աչքի պոչով անդադ նայել եմ երիտասարդներին, որոնք այդպես շատ սիրով գալիս են պարապում են։ Երիտասարդներն էլ փնտրում են սա։ Այն երիտասարդները, ովքեր ուզում են ավելի ակտիվ ապրել, ովքեր չեն խորշում պաշտպանվելուց, Այս կուզեի ասել, շատ լավ ֆիլմ է եւ պետք է սա հնարավորինս շատ տարածել, սա լայն պատկերացումներ է տալիս այդ աշխատանքների մասին եւ այն մարդիկ, որոնք ուզում են, բայց չգիտեն ինչ անել եւ ուր գնալ, խնդրեմ, այստեղ տեսնում են ինչ է ոման եւ կարելի է հաճախել։ Ես հակված եմ այդպես մտածել, որովհետեւ ծերուկների երկու տեսակ կա, չէ, երկու բևեր, մեկը չի հանդուրժում ջահելությանն, ասում է, արա դե մեր ժամանակ ուրիշ էր, Պաբլո Պիկասոն էր, ես էի բան, չէ՞, sense։ Մի հատ էլ ուրիշ բան կա, շեղվածություն, որ ասում է, արա դե մերոնք ջահելությունը ամեն ինչ շատ լավ է, շատ լավ է։ Ես մի քիչ դեպի այս կողմ եմ շեղված, կամ կյանքը ինձ այդպես ավելի ժպտում է եւ ես միշտ հանդիպում եմ մարդկանց, հատկապես երիտասարդների, որոնք
այդպես է իմ բախտի, իմ ճակատագիրը հանդիպեցնում է նրանց, որոնք պինդ կանգնած են այս հողի վրա, լուսավոր երիտասարդներ են եւ ես իրենց շատ սիրում եմ, շատ համակրում եմ եւ ինչով կարողանում եմ կյանքից փորձը փոխանցելով կամ ինչ-որ բանով փորձում իրենց ուժ տալ, որովհետեւ ես վստահ եմ, որ մեր առջև ծառացած լուրջ խնդիրները վաղը իրենք են լուծելու։ Մենք մի քիչ ծեր ենք այդ լուծելու համար, մենք հնաոճ ենք, բաներ կա, որ մենք հին ենք, էլի, իսկ իրենք նոր են, այլ կերպ են մտածում եւ ես մտածում, որ իրենց պետք է անընդհատ թևութիկուն կանգնել, նրանք կլուծեն մեր խնդիրները։ Գիտեք, պատերազմից հետո մենք ապրեցինք շատ ծանր ու դժվար օրեր։ Պատերազմից դուրս գալու համար էլ ճիշտ պրոպագանդա է պետք անել։ Պետք է վերականգնել մարդկանց, հոգ է վերանորոգել։ Սա շատ լուրջ աշխատանք է։ Երկրները, որոնք պատերազմ տանուլ են տվել եւ այսպիսի բաներ եղել, նրանք երկար ժամանակ են ծախսել, որպեսզի կարողանան հոգե վերանորոգվեն։ Սա լուրջ պրոպագանդիստական քարոզչական աշխատանք է պահանջում եւ գործնական օրինակներ բերող, սեփական օրինակ ծառայող մարդկանց ոման պետք է նորից բերեմ, դրանցից մեկն է, որտեվ կան նաեւ այդպիսի իհարկե կազմակերպություններ։ Մեզ մոտ ցավոք սրտի դա բարձի թող արվեց, իսկ եթե նման դեպքերում ամեն ինչ բարձի թող է արվում, ավելի հոսանքին է գնում, մարդիկ դառնում են ավելի պարտվողական, այսպես ասենք, ցավալի process տեղի ունեցավ, պարտությունը դարձավ պարտվողականություն։ Սա ես կարծում եմ կազմակերպչական աշխատանքի պակասից է գալիս, սա ուղղելի բան է, հնարավոր է, այս ֆիլմն էլ մի փոքր լումա ունի այդ աշխատանքի մեջ, որ ցույց է տալիս, որ մի վախեցեք, տեսեք, ջահելներ կան, ահելներ կան, որոնք գնում են, մասնակցում են, եւ դա շատ հաճելի է, ասեմ, եթե այդ process-ները, պարապմունքները գիտեք, իսկապես այդպես կենսուրախ են մարդուն դարձնում, վստահեցնում են իր ուժերի մեջ, հավատ են ներշնչում, ինքը մի ուրիշ կերպ է սում ապրել։ Շատ դժվար է, գիտեք, ասենք ինձ համար թախտին նստել, սպասել բախտին։ Ինչի նման է այդ կյանքը։ Իսկ այստեղ ընդհակառակը վազում ես, փորձում ես, պաշտպանվում ես, փորձում ես կերտել քո ճակատագիրը, ինչ որ բան քո ձեռքն է, ինչ որ փոքրիկ լումա, ինչ որ մի բան կարող ես անել, անում ես։ Շատ կարևոր է, որ մարդը խոճապի չմատնվի, նա պիտի հասկանա այս ժամանակահատվածում ինչ պիտի անել։ Դե ես այս ժամանակահատվածում շատ ինձ հանգիստ եմ զգում, որովհետև ես ունեմ ոման։